Նախքան նյութին անցնելը կխնդրեմ լայքել և բաժանորդագրվել մեր ալիքին։ Սադրանքի համար ում է մեղադրում Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանյան երկխոսություն դիվանագիտական ֆորումի երկրորդ համաժողովի մեկնարկին հայտարարել է, որ ի հեճուկս բոլոր սադրանքների չի լինելու հայ-ադրբեջանական պատերազմ, լինելու է խաղաղություն։ Փաշինյանը հայտարարել է, որ նա կանի դրա համար իր կողմից անհրաժեշտը։ Միանգամից առաջանում է հարց, իսկ միայն Փաշինյանի կողմից անհրաժեշտը բավարար է, որ չլինի պատերազմ և լինի խաղաղություն։ Եթե ոչ, ապա արդյոք Փաշինյանի այդօրինակ հայտարարություններն ու շեշտադրումները տողատակում ամբողջապես հակառակի մասին չեն՝ էսկալացիայի ռիսկի, որից նա պարզապես ապահովագրում է խաղաղության համար իր կողմից հնարավոր ամեն ինչ անելու մասին բարձրաձայն հայտարարություններով։ Այդ համատեքստում շատ կարևոր է դառնում հարցը, թե Փաշինյանն ում է մեղադրում սադրանքի համար։ Նա նշում է, որ ի հեճուկս բոլոր սադրանքների չի լինելու պատերազմ, իսկ ովքեր են սադրողները, որոնք են սադրանքները։ Որպեսզի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները լինեն հանրայնորեն չափելի և կարևոր ու հասկանալի, այդ հարցի պատասխանով, օրինակ սադրողն Ադրբեջանն է, եթե այո, ապա ինչ տեսք ունի սադրանքը՝ սահմանային կրակոցնե՞ր, թե այլ տեսք, և սադրողն Ադրբեջանը չէ, ապա ո՞ր Սյուբեկն է։ Ըստ էության, հենց այդ հարցում գնահատականների որոշակիությունն ու հասկացվածությունն է, որ հասկանալի կդարձնի, թե ինչով է զբաղված Նիկոլ Փաշինյանը՝ պարզապես ինքնաապահովագրությա՞մբ, թե իսկապես գոյություն ունեցող էսկալացիայի վտանգի չեզոքացման։ Իսկ վտանգի մասին խոսել է ոչ այլ ոք, քան ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն, օրերս պատասխանելով կոնգրեսականների հարցերին և ներկայացնելով արտաքին միջավայրում իր վիճակի գնահատականը։ Նա անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը նշել է, որ կա դրա բռնկման բարձր ռիսկ և ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում բռնկում թույլ չտալու համար։ Իհարկե, որոշակիացման կարիք ունի նաև ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, մասնավորապես հասկանալու համար, թե հատկապես ինչ է նա համարում հայ-ադրբեջանական էսկալացիայի բռնկման բարձր ռիսկի աղբյուր կամ հնարավոր պատճառ, որոնք են ջանքերը, եթե առնվազն հայ-ադրբեջանական գործընթացի առնչությամբ ուղիղ դիվանագիտական ներգրավում ԱՄՆ նոր վարչակազմը կարծես թե չունի։ Անկասկած է, որ պետքարտուղար Ռուբիոյի մատնանշած ջանքերն ավելի լայն համատեքստով կատարվող աշխատանքն է թե Ռուսաստանի հետ և թե Իրանի ուղղությամբ, թե Անկարայի հետ երկխոսությամբ, բայց այնուհանդերձ որոնք են իրական ռիսկի աղբյուրները։ Հայաստանի Հանրությունն անշուշտ չունի պետքարտուղար Ռուբիոյից պարզաբանումներ ակնկալելու, հայցելու հնարավորություն, որովհետև Ռուբիոն հաշվետու է ամերիկյան հարկատուներին։ Հայաստանի Հանրապետության հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետը և ըստ այդմ կարիքը թերևս որոշակիացնելու, թե ով է հայ-ադրբեջանական լարվածությունը սադրում և ինչպես։